Շաբաթվա գլխավոր լուրերն Armenia Today-ից։ Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ 2026-ին ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, սակայն ռիսկային է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան խոսույթը։ Հայաստանը քննարկում է Ռուսաստանից հեղուկ գազն Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան բերելու հարցը։ Խաղաղության հաստատման ջանքերի համար Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կարժանանան Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի։ Ոստիկանապետ Արամ Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը փոխվել են պաշտոններով։ Ներկայացվել են Տաշիր ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան։ Նրա նախաձեռնած քաղաքական ուժը փետրվարի 12-ին կհայտարարի վարչապետի թեկնածուին։ Հացադուլ հայտարարած Նարեկ Սամսոնյանի վիճակը վատացել է։ Գերությունից վերադարձած Վագիվ Խաչատրյանին վիրահատել են։ Վարչապետին միացած եպիսկոպոսները հրաժարվում են մասնակցել եպիսկոպոսած ժողովին։ Մայրաթոռը հայտարարել է, որ նրանց ուղղված հորդորներն ու հրավերները մնացել են անպատասխան։ Ֆինանսների նախարարը հարցաքննվել է իրեն առնչվող քրեական գործի շրջանակում։ Ակցիա է իրականացվել Քննչական կոմիտեի շենքի մոտ ներդրումային խարդախությունների դեմ։ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է տվել։ Գազայի խաղաղության խորհրդի անդամ է դարձել 19 երկիր, այդ թվում Հայաստանը։ Սպիտակ տունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունն անվանել է Թրամփի տարվա նվաճում։ Իրանում բողոքի վերջին ցույցերի ժամանակ ավելի քան 3000 մարդ է զոհվել։